2025 թվականին կնշվի Լարիի շրջանառության մեջ մտնելու 30-ամյակը։ Այսօրը Թբիլիսիում անցկացվեց Վրաստանի ազգային բանկի կողմից կազմակերպված խոշորամասշտաբ միջազգային համաժողով։ Ազգային բանկի տվյալներով վստահությունից դեպի սերտ համագործակցություն խորագրով համաժողովին մասնակցեցին աշխարհի 30 երկրներից ավելի քան 300 հյուրեր։ Համաժողովը բացեց Վրաստանի ազգային բանկի նախագահ Նաթիա Թուրնավան։ Միջոցառման հյուրերը լսեցին Կոլումբիայի համալսարանի պրոֆեսորի շնորհավորական խոսքը։ Մասնակիցները քննարկեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են համաշխարհային ֆինանսական համակարգերը և դրամավարկային քաղաքականությունը, ֆինանսական ոլորտում նախաձեռնությունները, նոր մարտահրավերները և կենտրոնական բանկերի դերը տարածաշրջանային համագործակցության զարգացման գործում։ Նշենք, որ ազգային բանկը Լարիի հոբելյանական տարվա ընթացքում կանցկացնի տարբեր միջոցառումներ։ Նախատեսվում է 30 լարի արժողությամբ ոսկե, արծաթե և պղինձ նիկելե հավաքորդական մետաղադրամների շնորհանդես և վաճառք, ինչպես նաև հավաքորդական թղթադրամի և նամականիշի փոխարկում։ Բացի այդ, հրատարակվել է ազգային բանկի թարմացված գիտավերլուծական ամսագիրը, վրացական փողի և լարիի կատալոգները։ Տարվա ընթացքում երկրում կանցկացվեն նաև տարբեր կրթական և գիտական միջոցառումներ։ Լարին որպես երկրի ազգային արժույթ ներդրվել է 1995 թվականի սեպտեմբերի 25-ին, իսկ նույն թվականի հոկտեմբերի 2-ին այն հայտարարվել է երկրի տարածքում միակ օրինական վճարամիջոցը։ Լարի բառը հին վրացական բառ է և նշանակում է գանձ, ունեցվածք, մինչդեռ թեթրին վրացական դրամական տերմին է, որը հաստատվել է 13-րդ դարից։